առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրման անհրաժեշտությունը, ինչը ձեր կառավարությունը խոստացել էր վաղուց, մենք վաղուց արդեն պետք է ունենայինք բոլոր թոշակառուների այդ համակարգից օգտվելու հնարավորություն, արդեն այդ խոստումները չեն կատարվել, բայց դուք նշեցիք այդ համակարգի կիրարկման փուլային տարբերակը եւ ասեցիք, որ առաջին փուլում պետք է օգտվեն համակարգից մինչև 18 տարեկանները, նպաստառուները եւ հաշմանդամություն ունեցողները, ճիշտ է։ Հիմա տեսեք, այդ 3 խմբերը, որոնց նշեցիք որպես առաջին փուլում շահառուներ այս համակարգի, այս 3 խմբերը վաղուց արդեն իրենք անվճար բուժօգնությունից օգտվում են, այսինքն նրանք անվճար բուժօգնության այդ համակարգից օգտվում են։ Հիմա անունը փոխել, անվճարը դարձնել ապահովագրական համակարգ, արդյոք դրանով լուծվելու է ապահովագրական համակարգի ներդրումը։ Տիկին Հունանյան, գիտեք, հարցը նրանում է, որ արդեն խոստացված փաթեթում առաջին փուլով պետք է բոլոր թոշակառուները ներգրաված լինեն եւ օգտվեին այդ ապահովագրության համակարգից։ Փաստորեն այդ խոստումը նախատեսված պլանի մեջ էլ չկա։